Մինչ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Թեհրանի վրա, որտեղ փրկության հեղափոխությունը տարածվել է բոլոր նահանգներում, հին սպառնալիքի տեղում նոր գիշատիչ է ծնվում։ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան վերջնականապես ցած է նետել ՆԱՏՕ-ի աշխարհիկ դաշնակցի դիմակը եւ վերածվել մուսուլմանական տրիբալիստական երկրի։ Այս մասին գրել է Israel Insider, որի վերլուծաբանի գնահատմամբ Անկարան ագրեսիվորեն լցնում է իրանական տնտեսության փլուզման հետևանքով ստեղծված վակուումը։ Հեղինակը համարում է, որ դրանում մեծ է Էրդողանի երկդիմի քաղաքականության նշանակությունը։ Ի տարբերություն մեկուսացված Իրանի, Թուրքիան շարունակում է արևմտյան անվտանգային, տնտեսական եւ ֆինանսական կառույցների մաս կազմել եւ օգտագործում է ՆԱՏՕ-ի անդամության կարգավիճակը, որպեսզի Ստամբուլը վերածի մուսուլման եղբայրների ժամադրավայնի եւ կազմակերպի քննարկումներ, որ հետապնդում են մի նպատակ՝ արևմտյան աշխարհի աչքից թաքցնել նեո-օսամյան նկրտումները։ Վերլուծականի հեղինակը վկայակոչում է Սիրիայի օրինակը, որտեղ Թուրքիան նախկին ջիհադական Ալ-Ջուլանիի միջոցով տոփանագլանի տակ է առնում էթնիկ փոքրամասնությունների ինքնությունը, որպեսզի կառուցի միատարր սուննիադավան արբանյակ պետություն։ Նրա մեկնաբանությամբ Սիրիան աբսորբացիայի ենթարկելու Թուրքիայի նպատակը միջերկրականի արևելյան հատվածում վերահսկողության հաստատումն է։ Այդ տեղաշրջման նկատմամբ հետաքրքրությունը սրված է, կապված բնական գազի պաշարների հետ։ Թուրքիայի մերձավոր արևելյան նկրտումները հակակշռելու համար, ըստ վերլուծականի, Իսրայելը, Հունաստանը եւ Կիպրոսը պետք է արագացնեն ռազմական եռյակ դաշինքի կնքումը եւ համատող զորախմբի ստեղծումը։ Մինչ այդ, ինչպես հեղինակն է կարծում, Իսրայելը հարկադրված կլինի կանխարգելիչ հարվածներ հասցնել տարածաշրջանի ցանկացած կետի, որտեղ Թուրքիան կփորձի հրեական պետության անվտանգության սպառնացող ռազմական ենթակառուցվածքներ ստեղծել։ Իսրայելցի հեղինակը կարծում է, որ Երուսաղեմը հանդես կգա որպես Սիրիայի քրդերի, դրուզների եւ ալավիների ու տարածաշրջանի քրիստոնյաների իրավունքների պաշտպան։ Ամենաառանցքային նշանակության եզրակացությունը, որ անում է Israel Insider, այն է, որ Իրանի հավանական փլուզումը չպետք է նվեր լինի Թուրքիային։ Ըստ երևույթին նաև այդ մտահոգությունն է Իրանում իրավիճակին ուղղակի չմիջամտելու Իսրայելի կառավարության դիրքորոշման պատճառը։ Տասնամյակների վեր բոլոր միջոցներով Իրանի կրոնապետության դեմ պայքարած Իսրայելում կարծես եկել են եզրակացության, որ Թեհրանում իշխող վարչախմբի տապալումից հրեական պետությունը սկզբունքորեն ոչինչ չի շահի, ինչպես դա տեղի ունեցավ Սիրիայում։ Այս վերլուծականն ուշագրավ է նաև նրանով, որ բացահայտում է Իրանի մասնատման Իսրայելի համար վտանգավորության բավական թափանցիկ ընկալումը։ Անշուշտ հստակ չէ, որ այս եւ նույն կարգի վերլուծականները բխում են Իսրայելի կառավարության հայեցակարգային դիրքորոշումից։ Բացառված չէ, որ Իսրայելը եւ Թուրքիան ընդհանուր եզրեր գտնեն, բայց արկա իրավիճակը կարծես ավելի շատ տանում է դեպի թուրք-իսրայելական տարածաշրջանային դիմակայություն, որ ամենայն հավանականությամբ ազդում է նաև իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Axios-ը հղելով Սպիտակ տան իրազեկ աղբյուրներին հայտնել է, որ անցած կիրակի Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կապվել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի հետ եւ անձնական հանդիպման առաջարկ փոխանցել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այդ տեղեկությունը հունվարի 12-ին անուղղակիորեն հաստատել է։ Երևում են նրանք, իրանցիները, հոգնել են ապտակներ ուտելուց եւ բանակցությունների ազդակ են հղել։ Խնդիրն այն է, թե դրանք երբ կարելի է սկսել։ Կարծում եմ դրան պետք է նախորդի մեր գործողությունը, լրագրողներին ասել է Թրամփը։ Անվտանգության եւ Իրանի ու Մերձավոր Արևելքում շիադավան առանցքի հարցերով իսրայելցի փորձագետ Դենիս Ցիտրինովիչը Յեդյոթ Ահրանոթ պարբերականի համար մեկնաբանելով Իրանի շուրջ իրավիճակը կարծիք է հայտնել, որ իսլամական հեղափոխության առաջնորդ Խամենեին ոչ մի դեպքում, նույնիսկ իշխանության փլուզման սպառնալիքի տակ չի համաձայնի գործարքի ամերիկյան պայմաններին։ Փորձագետը հրապարակայնացրել է, որ տարեվերջին Իսրայելի վարչապետը կարողացել է ԱՄՆ նախագահին համոզել, որ սպառնալիք է ոչ միայն Իրանի միջուկային, այլև հրթիռային ծրագիրը։ Ցիտրինովիչը պարզաբանել է, որ Իրանի կողմից զանգվածային արտադրության նախապատրաստվող 1 տասնյակ հրթիռի հարվածային հզորությունը միջուկային ռմբակացությանը գրեթե համարժեք է։ Իրանը տարիներ ի վեր պնդում է, որ միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի, բայց հրթիռային ծրագրից երբեք եւ ոչ մի պայմանով չի հրաժարվի։
Իսրայելցի փորձագետը համոզված է, որ Իրանը թևակողել է ներքին կյանքի մի փուլ, երբ կրոնապետությունն այլևս չի կարող ապավինել հանրային համազգային համերաշխությանը եւ դժգոհության սլաքներն ուղղել դեպի արտաքին թշնամին։ Նա համոզված է, որ ԱՄՆ-ն կդիմի ուժի կիրառման, եթե Իրանի հոգևոր առաջնորդի շրջապատի պրագմատիկ գործիչները, առաջին հերթին նախագահ Փեժեշկիենը, նրան չտարհամոզեն։ Այս ֆոնին ադրբեջանական Global Info կայքը տեղեկություն է տարածել, որ անվտանգության հարցերով ամերիկացի հայտնի փորձագետ Լյուկ Քոֆին Telegram ալիքում տեղադրել է Ադրբեջանի պետական դրոշի լուսանկարը եւ կից գրառում կատարել։ Պատրաստ եղեք։ Բաքվի լրատվամիջոցը եզրակացրել է, որ այդ գրառումը հուշում է տարածաշրջանում դրամատիկ իրադարձությունների անխուսափելիությունը։ Ադրբեջանցի որոշ քաղաքական գործիչներ քննարկում են հարավային Ադրբեջանի խնդիրը։ Լրագրող քաղաքական վտարանդի Միր Կադիրովը Բաքվի գործող իշխանություններին քննադատել է Իրանի մոլլա պետության հետ քաղաքական գործարքի մեջ մտնելու եւ ադրբեջանցի եղբայրների ու քույրերի շահերը մոռացության մատնելու մեջ։ Իրանում ծավալվող իրադարձությունների հետագա ընթացքի կանխատեսման առումով հավանաբար ամենասկզբունքային է Իսրայելի դիրքորոշումը։ Ըստ Երուսաղեմում իշխող գնահատման, որ փոխանցում է ռուսալեզու Վեստին, Նաթանյահուի ռազմական կաբինետը եւ հատուկ ծառայությունները ելնում են իրողությունից, որ Իրանի կրոնապետությունը բավական ամուր հիմքեր եւ բողոքի ակցիաները ճնշելու փորձ ունի։ Բանակի գլխավոր շտաբի պետ Զամիրն ասել է, որ բողոքի ակցիաներն Իրանի ներքին գործն է, բայց զինված ուժերը պետք է մշտապես պաշտպանության պատրաստ լինեն։ Աչքի է զարնում իրողությունը, որ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ հատուկ ծառայությունները շատ զգուշավոր դիրքորոշում են որդեգրել եւ ձգտում են առավելապես դիստանցավորվել Իրանի ներքաղաքական իրավիճակից։ Ըստ երևույթին, իրականությանը մոտ են տեղեկությունները, որ թագաժառանգ Փահլավին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից բավարար աջակցություն չի ստացել։ Արևմտյան մի քանի աղբյուր հայտնել է, որ Միացյալ Նահանգների նախագահն Իրանի հարցով առաջարկություններ կստանա հունվարի 13-ին։ Իսրայելի հատուկ ծառայությունները հավանական են գնահատում տարբերակը, երբ Իրանը կդիմի հարձակողական գործողությունների, որպեսզի արտաքին թշնամու դեմ համազգային համախմբում ապահովի։ Այս ֆոնին 19 գործակալությունը տարածել է Իրանի ղեկավարության փորձագետների բարձրագույն խորհրդի անդամ Այաթոլլա Մոխսան Արաքիի հայտարարությունը, որտեղ նա ԱՄՆ-ին եւ Իսրայելին սպառնում է համաշխարհային ջիհադով, եթե փորձ արվի արևղանել հոգևոր առաջնորդին։ Իրանի բարձրաստիճան հոգևոր պաշտոնյան ջիհադին մասնակցությունը սահմանել է որպես յուրաքանչյուր մուսուլմանի սրբազան պարտք եւ մանրամասնել, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ոչ մի դեսպանատուն աշխարհի ցանկացած երկրում ապահով չի լինի։ Ավելին, նա հավաստիացրել է, որ ջիհադը կկիրառվի նաեւ եվրոպական 3 երկրի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի նկատմամբ։ Այդպիսով Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին այդ սահմանել է կարմիր գիծը, կրոնապետության ճակատագիրը չի կարող որևէ բանակցության առարկա լինել, հակառակ դեպքում ԱՄՆ-ին ջիհադ կհայտարարվի։ Կարելի է եզրակացնել, որ այդ հայտարարությունը հասցեագրված է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, ով հունվարի 13-ին ստացած առաջարկությունների հիման վրա ենթադրաբար պետք է Իրանի ներքին իրադարձություններին մեջամտելու չմիջամտելու որոշում կայացնի։ Մեծ է հավանականությունը, որ Սպիտակ տունը ձեռնպահ կմնա Իրանի դեմ ուժի բացահայտ կիրառման քայլերից։ Փորձագիտական իշխող տեսակետ կա, որ կրոնապետությունը կարող է հաղթահարել ևս մեկ ճգնաժամ, բայց նրա փլուզումը ժամանակի խնդիր է։